Պարոն նախարար, այս տարի փետրվարի 27-ին կառավարությունը որոշում ընդունվեց, որով հաստատվեց ամուսարի շահագործման ծրագրին, վերաշահագործման ծրագրին $150 միլիոն բյուջետային երաշխիքի տրամադրումը եւ այնտեղ այն որոշման մեջ գրված էր 5 բանկի անուն, որոնցից ընդհանուր $150 միլիոն գումարի չափով ներգրավող սինդիկացիոն վարկ էր ակնկալվում։ Բայց այս ապրիլի 30-ին վերջին կառավարության կողմից ձեր կողմից չզեկուցվող հարցերի շարքում նշված էր, որ ընկերության եւ առևտրային բանկերի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում փոխվել է վարկատու առևտրային բանկերի շրջանակը։ Եվ այնտեղ բյուջետային երաշխիք այդ անվանման փաստաթղթում գրված էր միայն Ամերիաբանկի անվանումը, որից պետք է ներգրավի մինչև $150 միլիոն վարկ ու արդեն նշված էր սինդիկացիոն կամ ոչ սինդիկացիոն վարկ։ Խնդրում եմ այս պարզաբանեք, եթե կարելի է, եւ այս հարցի երկրորդ մասը, տեսեք, մենք եվրոբոնդերի թողարկումը նախատեսել ենք թե տարեկան փոխառությունների ծրագրով, թե բյուջեի մասին ծրագրով։ Եվ հունվար-մարտին մեր մոտ արդեն պետական պարտքը 740 միլիոնով ավելացել է, դարձել է 13.6 միլիարդ։ Իսկ պետական բյուջեով մենք ունենք, որ այս տարվա վերջին կառավարության պարտքը պիտի լինի 13.9 միլիարդ կամ 53.4% հնայի։ Այս բյուջետային երաշխիքի տրամադրումից հետո ինչ թվի եք կանխատեսում, որ դուրս կգաք։ Եվ թեև մեզ մեկ հարց իրավունք է տրվել, այս մասը չեմ կարող չասել, վերջերս IMF-ն ու World Bank-ը մեր հնայի աճի կանխատեսումը վերանայել են, սարքել են 4-4.5%։ Շատ տեղական էքսպերտներ էլ ասում են, որ կառավարության միակ հույսը 5.1% ապահովելու հնայում նշված աճը, դա ամուսարի ծրագրի շահագործումն է։ Կուզենայի լսել, ինչքանով եք դուք համաձայն Հայաստանի հետ գործընկեր միջազգային կառույցների կանխատեսումներին եւ որն է ձեր կանխատեսումը հնայի աճի մասով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Իրականում երաշխիքի մասով շատ բան չունեմ ասելու։ Լիդիան ընկերությունը սկզբում բանակցում էր տարբեր բանկերի հետ, հետո չեկան ընդհանուր հայտարարի այս երևույթին եւ վերջում երևույթին Ամերիաբանկի հետ է եկել ընդհանուր հայտարար, չեմ կարող ասել։ Ես ճիշտ ասած իրանց բանակցությունների մեջ մենք ներգրաված չենք եւ ես այդ դետալների իրենց բանակցության դետալներին չեմ տիրապետում։ Ինչ վերաբերվում է միջազգային գործընկերների կողմից հնչեցվող գնահատականներին, մենակ IMF-ը ու Համաշխարհային բանկը չեն։ Բոլորը ըստ էության ունեն կանխատեսումներ, մենք էլ ունենք մեր կանխատեսումները, այդ կանխատեսումների մեջ դրված են տարբեր սցենարներ եւ տարբեր ենթադրություններ։ Այսինքն այստեղ պատկերացրեք մի մոդել է, որտեղ դու անում ես ենթադրություններ եւ այդ մոդելը այդ ենթադրությունների հիման վրա տալիս է ինչ-որ արդյունք։ Այստեղ կարևորը թե ով ինչ ենթադրություն է անում։ Ձեր կանխատեսումն է։ Կարող եմ ասել, որ այո, ամուսարի գործարկումը կարող է ունենալ դրական ազդեցություն, եթե այս տարի արդեն աշխատանքը սկսվի, դա կարող է որոշակիորեն մեր գնահատմամբ 0.5%-ի շրջանակներում ազդեցություն ունենալ համախառն ներքին արդյունքի աճի վրա։ Բոլորը արդեն դրա մասին խոսում են եւ մենք էլ ենք դրա մասին խոսում, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը վերադառնում է իր պոտենցիալ աճին, որը մեր կարծիքով կազմում է 5-ից 5.5%։ Այստեղ է մի փոքր բան կա, հաշվի առնելով նախորդ տարիների մեծ աճերը կարող է որոշակիորեն այդ պոտենցիալից աճի զգալիորեն բարձր լինել, բայց տոկոսային առումով ցածր լինել, որովհետև բազան արդեն իսկ բարձր է։ Բազային էֆեկտը հաշվի առնելով ձեր գնահատմամբ, եթե չլինի ամուսարի ծրագիր, ինչ թվի վրա են կանգնում տարվա վերջում։ Ես կարծում եմ, որ այն ինչ որ մենք դրել ենք բյուջեում որպես տնտեսական աճի ցուցանիշ, այդ ցուցանիշին մենք կարողանանք հասնենք Այստեղ քանի որ տարվա վերջում է պլանավորվում ամուսարի գործարկումը, իր ազդեցությունը ինձ թվում է ավելի շատ սահմանային է լինելու եւ կարող է 1-2%-ային կապված, երբ կարողանան իրենք արդեն արդյունք տալ, ես դա չեմ կարող հիմա մեկնաբանել։
Եվ հարցիս այն մասը, որ ինչ թվի ենք դուրս գալու պարտքի մասով, թե կառավարության, թե պետական պարտքի մասով, եթե 150 միլիոնն էլ հաշվենք։ Ես կարծում եմ, որ այն ցուցանիշը, որը մենք պլանավորել էինք այդ ցուցանիշի սահմաններում լինելու մեր պետական պարտքը, եթե ցնցումներ չլինեն, իսկ մեր տպավորությունն այն է, որ ցնցումներ չեն լինի, ուղղակի մի հավելյալ ինֆորմացիա ձեզ տամ, որ մենք հիմա շրջանառում ենք պետական պարտքի մասին նոր օրենքը, որով բյուջետային երաշխիքները պարտքի մաս չեն համարվելու։ Այսինքն այն երաշխիքները, որը մենք ունենք տրամադրված, այստեղ էլ բան չկա, ֆոկուս չկա, այսպես ասած։ Չէ, հիմա կներգրավի, բայց երբ որ օրենքը ընդունվի, արդեն դուրս կգա դրա մեջից, որովհետև դա միջազգային ընդունված պրակտիկա է, մենք ուղղակի մեր պարտքի մասին օրենքը ուզում ենք համապատասխանեցնենք ժամանակակից աշխարհում պարտքի օրենքների սահմանումներին։